Ձեր կարծիքով Հայաստանին ինչպիսի ղեկավար է պետք։ Լինի հայրենասեր, լինի հայասեր, ոչ նացիոնալիստ ու մտածի իր երկրի, իր ժողովրդի մասին եւ միջազգային արենաներում եւ ներսում տրամաբանորեն մոտենա բոլոր հարցերին եւ փող շահավետ գործի հարևան եւ ինչու՞ չէ նաեւ հերո մեզանից երկրների հետ, որտեղից շահ ունի մեր երկիրը, այսինքն մեր ժողովուրդը։ Մեզ պետք է մի մարդ անձնավորությունը, որը նման էլի գոյն է, նման էլի նժդեհի, գարեգի նժդեհի, այդ ձևի ղեկավար է պետք։ Նախ պետք է լավ ազգասեր լինի, երկրորդը լավ, ասենք, գիտուն էլի, պատմությունը, հայոց պատմությունը լավ իմանա եւ վճռական լավ բանակցող լինի։ Թե չէ ամեն ինչը զիջելով, բանանելով ոչ մի արդյունք չենք ստանալ։ Մինչև մենք զիջում ենք, ամեն ինչի զիջում ենք։ Չկա մի բան, մի բնակավոր, որ մենք ասենք առավելություն ունենք։ Ցիկ ղեկավար, ցիկ։ Ժոշկի։ Էդվարդ Մամիկոնիչի նման, Խաչյանի նման ղեկավար պետք է։ Խաչյանը գործիքաշինական գործարանի դիրեկտորն է, սովետական կարգերի ժամանակ։ Հա, այն նրա նման ղեկավար է պետք։ Ես սիրում եմ Ժոշկիս։ Մեզ ղեկավարը Ստալինի պես մի հատ ղեկավար, որ բոլորը այսպես քաշվեն, որ ենթարկվեն մի մարդու։ Այսօր մեզ ղեկավար, մենք ենք մեր ղեկավարները։ Ամեն մեկս յուրաքանչյուրս պետք է մտածի, որ ես ինչ ենք անում, ամեն ինչ անում ենք Հայաստանի համար։ Ոչ թե ամենքս մեր լուծը քաշենք այս կողմենք։ Ազգայնական պետք է լինի, ազգը սիրող, ազգը պաշտող մարդ պետք է լինի։ Ունենք այդպիսիները, կան այդպիսիները, բայց մեր ժողովուրդը չի տեսնում, մեր ժողովուրդը տեսնում է դատարկ զրույցները։ Որ ժողովրդի մասին մտածի, առաջի հերթին, մտածի ժողովրդի մասին, որ ժողովուրդը չգոյատևեն, մի թեթև գոնե կարողանան ապրեն։ Թոշակառու կին եմ, ասենք, մտնում եմ խանութ, ինչ-որ մի բան սիրտս տեսնում է, ուզում եմ, բայց ես ի վիճակի չեմ առնելու, ես չեմ կարողանում։ Էս եղավ ապրել Ազիզ ջան։ Ամենից կարևորը ուժեղ, հայը սիրող, հայը համար, են ինչպես Իսրայել չեն ասում, Իսրայելեն որ մի հատ զինվորակորցնում գնում է դաժե մինա իսկացելով մանա գալիս որ բերե, հայ ազգի ղեկավարը ամեն մի հայ համար պետք է ցավի, եթե նա չցավեց հայ համար, հայերը սենց էլ հա պակասելով են, երգերն էլ հասած պստեկանալով է, ի վсё, գնաց։ Թե տակ են հիշկի մնա ով է իմանում։ Պետք է ամեն մի բան ժողովրդին հաշվի առնի, որ ժողովուրդը ոնց ապրում, ինչ անում, որ ամեն մի չիչ գործի վրա, ասեն տուրք մուտի, էս արա, են արա, օրինակ խեշ վարորդներին ինչի համար, այդքան բալերը բարձրացրին, հետո էլ մարդիկ գնում են, խնդրում են, ասում են, բանա, խնդրում են, ասում են, դե զրկվել են, գելի մի բան, օգտիկ էլի գոնե բանը, որ ընդրուչը բանան, դասմակ կանով գվերանայենք, Էդի կոչվող խաբեություն, մարդ պետք է խիստ լինի, ղեկավարը պետք է խիստ լինի եւ պահանջկոտ լինի եւ թշնամու դեմ բան չանի, գուշ չգա։